Բարև ձեզ, սա օրվա թեման է, ես այսօր հեռավար կզրուցեմ Իսրայելահայեր թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չեռնամորյանի հետ։ Բարև ձեզ, Արտյոմ, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ։ Արտյոմ, նախ կխնդրեի ներկայացնեիք այս պահին ինչպիսի իրավիճակ է Իսրայելում, կոնկրետ այն քաղաքում, որտեղ նաև դուք եք բնակվում։ Գիշերը բարեբախտաբար հանգիստ անցավ, որը չի ասի օրվա ընթացքում եղավ նաև հրթիռահարումներ մեր քաղաքի վրա, ցերեկը եւ երեկոյան ժամը 10-ին ողջ երկրի կենտրոնը հրթիռահարվում էր եւ հետաքրքրին այն է, որ երբ որ նայում ես Գազայի գոտուց եկող այդ կադրերին, գուցե քաղաքի մեծ մասը արդեն չկա, փլատակների է վերածվել, սակայն դեռ շարունակում են նույն քանակությամբ, նույն ինտենսիվությամբ Իսրայելի տարածքի հրթիռահարումները, ամեն անգամ այսպես համազարկով 100-ից ավելի հրթիռ է գալիս, արդեն հաշիվներս կորցրել ենք, չգիտեմ, արդեն դադարել եմ հետևել տեղեկատվությանը, թե քանի հազար հրթիռ է կրակվել, 2 օր առաջ արդեն 5000-ից ավել կրակել էին, հիմա արդեն, չգիտեմ, գուցե արդեն 6000-ից ավելի հրթիռ են փաստողել մեր երկրի վրա, չնայած որ Գազայի գոտում արդեն այսօր 11-րդ օրն է շարունակում են գործողությունները, երկուստեղ արյուն է հեռևում, այս տարածաշրջանում վիճակը մնում է լարված եւ ծանր։ Արտյոմ, Պետախ Տիկվայում, այն քաղաքում, որտեղ դու բնակվում ես, ավերածություններ կա հրթիռակոծություններից, նկատի ունեմ տեսանելի են պատերազմի հետևանքները հետքերը։ Կան վնասված շենքեր, երբ որ ասենք երկաթյա գմբեթ համակարգը մի քիչ ավելի ուշ է աշխատում, ուշ է սկսում, ասենք, հրթիռները վերացնել օդում, հենց շենքերի վերևում պայթում է եւ այդ կտորները այդ եւ հրեական այդ երկաթյա գմբեթի հրթիռները եւ այդ ոչնչացված արաբական հրթիռի կտորները թափում են ամբողջությամբ ներքև, շատ կադրեր կան վնասված շենքերի, բայց այս պահին թե քաղաքային իշխանությունները եւ թե ասենք եւ թիկունքի ծառայությունը նման տեղեկություններ չեն հաղորդում, օրինակ ես կարող եմ ձեզ ասել, որ անցյալ 2021 թվականին, երբ որ մենք 51 օր գտնվում էինք հրթիռահարումների տակ, սակայն այն ժամանակ ռազմական օպերացիա էր, պատերազմ հայտարարված չէր, այդ ժամանակ 64 շենք միայն Պետախ Տիկվայում էր վնասվել եւ հայերի շրջանում կային մեքենաներ, որոնք խոցվել էին այդ գնդակներից եւ ասենք ապակիներն էին մեքենաների կոտրվել, բակերի վրա էին ընկել այդ հրթիռները, այսինքն երկաթյա գմբեթ համակարգը 100%-ով չի կարող այդ հրթիռները խոցել եւ պարզ է, որ ասենք չկա աշխարհում որևէ երկիր, որը 100%-ով կարողանա օդը փակել, չնայած որ Իսրայելը արդեն 2-3 օր էլ օգտագործում է լազերային համակարգը հրթիռների եւ անօդաչու այսպես սարքերը օդում լազերով խփելու, այսինքն ոչնչացնելու։ Այո, ոչնչացնելու համար, սակայն միևնույն ժամանակ երեկոյան ժամը 10-ին այդ զանգվածային հրթիռահարումների ժամանակ Պոլոն քաղաքի էլեկտրակայաններից մեկն էր վնասվել եւ գիտեմ, որ մինչեւ ուշ գիշեր համարյա լուսադեմ քաղաքը լույս չուներ, քաղաքի համենայն դեպս գալի հատվածը լույս չուներ, այսինքն արդեն ոչ միայն խնդիրը ռմբապաստարանների ժամանակին իջնելն ու պատասխանելն է, արդեն կոմունիկացիաների վրա հարձակումներն են, թե գուցե նաև այլ տիպի հրթիռներ էլ ունեն, որ ասենք կարողանում են նման ճշգրտությամբ գուցե արդեն կոմունիկացիոն կետերին խփել, հարվածել։ Արտյոմ, սպասված էր այս պատերազմը, նկատի ունեմ բնակչությունը տեղի կանխազգում էր կամ արդեն ուներ տեղեկություն, որ կարող է նման լայնամասշտաբ հարձակում տեղի ունենա։ Կամ մեր համար անակնկալ էր, ուղղակի ուրբաթ առավոտյան արթնացանք պատերազմի մեջ, պատերազմական իրադրության մեջ եւ 6-ից արդեն արաբները սկսել էին այդ Գազայի գոտուց հրթիռահարումները եւ 6:30-ից հետո արդեն ամբողջ երկրում տագնապ եղավ, սովորաբար երբ որ նման իրադարձություններ են տեղի ունենում, հարվածներ են ստանում երկրի հարավային շրջանները, որոնք որ մինչև 40 կիլոմետր Գազայի հարակից են, այդ տարածքներն են հրթիռահարվում, մեր մոտ ասենք կարող է 1-2 օր հետո նոր մեր մոտ ասենք օդային տագնապ հնչեր եւ ասենք պատերազմի մեջ նաև կենտրոնը մտներ, սակայն այս անգամ անմիջական հենց որ մոտ 20-25 րոպե սկսվեց հարավի հրթիռահարումները,
դրանից հետո սկսեցին հրթիռահարումները նաև երկրի կենտրոն եւ մինչեւ այսօր դրանք շարունակվում են մեկ անգամ եղավ որ մեկ օր մեր Պետախտիկվայի մասին մոռացել էին սակայն այդ մեկ օր հետո անմիջապես վերհիշեցին որ այստեղ էլ մեծ քանակությամբ մարդիկ են ապրում մոտ 350,000 բնակչություն ունի մոտավորապես Պետախտիկվան եւ սա երկրի կենտրոնի ամենահայաշատ քաղաքներից մեկն է մեր մոտ 1000 հայ են ապրում ընդհանուր առմամբ հրթիռահարվող հարավային շրջաններում 500 մարդ է մոտավորապես ապրում եւ կենտրոնական շրջաններում մոտ 3000 հայ-ֆայում էլ եւս հյուսիսային շրջաններում եւ հարակից շրջաններում մոտ 3000 հայեր են ապրում նոր որքան հետևում եմ տեղեկատվությանը կարծես թե առայժմ հայերի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում դժվարներ չկան, ճիշտ է այդ տեղեկությունը։ Այո, ճիշտ է այդ տեղեկությունը, մեկ հայ Էլեոնոր Գամբարյանը, հա, նա էր 6.5 ժամ կարողացել պատասպարվել սառնարանի մեջ եւ այդպես փրկվել էր, երբ որ այս ահաբեկիչները հարձակվել են սկսել են մարդկանց մորտել ու գերի տանել, սա հարավում այդտեղ հրահրճակ բնության նվիրված միջոցառումներ, որ տարբեր քաղաքներում անում են, թե ինչու են կազմակերպիչները որոշել Գազայի գոտում 6000 հոգի մարդ հավաքել եւ այդպիսի մեծ հրահրճանք կազմակերպել բնությանը նվիրված Սա այլ հարց է, սակայն միայն այդտեղ 260 մարդ է սպանվել ու չգիտեմ ինչքան այդտեղ տարածքներից գերեվարվել են մարդիկ միայն այդ միջոցառման ժամանակ։ Եվ կադրերական թե նույնիսկ բիոզուգարանների վրա ինչպես են արդեն մարդկանց ուղղակի զուգարաններում պատասպարված մարդկանց ուղղակի քնդակահարում այսպես անխնա մենք ունենք շատ հայ երիտասարդներ, որոնք եւ ծառայում են բանակում եւ կանչվել են նաեւ որպես մոբ ուժեր մոբիլիզացվել են Իսրայելի բանակ։ Այս պահին նրանց մի մասը հյուսիսում է, մի մասը հարավում է եւ շատ ընտանիքներ, ասենք, չեն կարող իրենց երեխաներին թողնել եւ ասենք թեկուզ չվերթով վերադառնալ Հայաստան կամ տարբեր ճանապարհներով վերադառնալ Հայաստան, որովհետեւ իրենց երեխաներին, աղջիկներին, նույնիսկ աղջիկ ծառայողներ ունեն, չեն կարող թողնել եւ հետ դառնալ Հայաստան։ Երեք Հայաստանի կառավարությունը չվերթ էր կազմակերպել Իսրայելից մեր հայրենակիցներին տարհանելու ուղղությամբ շատ են ցանկացողները լքելու Իսրայելը այս օրերին նկատի ունեմ հայերի շրջանում Տեսեք որքանով որ ես տեղյակ եմ որ ԱԳՆ-ներ նման տեղեկություններ ասենք Հայաստանում արդեն այդ ինֆորմացիան կար 190 մարդ էր գրանցվել 149 150 մարդ թռել է Հայաստան ուղղակի եղել են մարդիկ, որ վերջին րոպեին հրաժարվել են, գրանցված են եղել ինքնաթիռում 220 տեղ է եղել, այսինքն բավական մեծ ինքնաթիռ էր Հայաստանի Հանրապետությունը տվել, որ կատարվել, սա Իսրայելի պատմության մեջ առաջին նման օգնությունն էր Հայաստանի կառավարության կողմից հայ ժողովրդին, այսինքն Հայաստանի քաղաքացիներին, մեր մանուկներին ու մեր երեխաներին Օրինակ 2006 թվականին, երբ որ երկրորդ լիբանանյան պատերազմն էր սկսվել, այն ժամանակ Քոչարյանի կառավարությունը ինքնաթիռը տրամադրեց $450 տոմսերը վաճառեցին մարդկանց վրա, այսինքն անվճար չէր եւ մարդկանց տարան եւ հետ չբերեցին, այսինքն վաճառել էին գնալ գալու տոմսերը մարդկանց տարան հետ չբերեցին, ընդամենը որոշակի $200, այսպես սիմվոլիկ կոմպենսացիա տվեցին, այսինքն մարդկանց մեծ մասն էլ ինքնուրույն իրենց գումարներով արդեն վերադարձել էին Իսրայել պատերազմից հետո, եւ այս անգամ շատ ավելի կազմակերպված ցուցակներով եւ տեսփանը եւ հյուպատոսը անձամբ գտնվում են օդանավակայանում, ես էլ երեք իմ ընտանիքին ուղարկել եմ Հայաստան, մեր փոքրիկ երեխաներին, ողջին ընտանիքի անդամներին եւ շատ ցանկացողներ կային, մարդիկ կային, որ վերջին պահին, ասենք, մոռացել էին դիմել, չէին իմացել եւ այլ պատճառներով նրանց եւս մինչեւ վերջին մարտով, որ եկել էր օդանավակայան, նույնիսկ տարբեր հաստատղտային խնդիրներ ունեցող մեր կառավարությունը բոլորին աջակցեց, տեսփանի հյուպատոսը բոլորին թույլտվեցին բարսանալ ինքնաթիռ եւ մեկնել իրենց հայրենիք Իսկ կան խոսակցություններ լինելու է էլի նոր չվերթներ, թե այս միատով կբավարարվեն։
Անկեղծ ասած, ես անձամբ շատ հեռախոսազանգեր եմ ստանում այս օրերին, հատկապես Լիչոն, Լեցյոնից, հարավային քաղաքներից, մարդիկ ինձ նույն հարցն են տալիս, թե լինելու է արդյոք երկրորդ ինքնաթիռը։ Խնդիրն այն է, որ մենք որպես միություն, մենք եւս ասենք ցուցակներ սկսեցինք պատրաստել, որպեսզի իմանանք, թե որքան հայ կա, որ ցանկանում է տարհանվել։ Խնդիրն այն է, որ Պետախտիկվայի նայերի միությունը ավելի քան 18 տարի ցանկացած պատերազմի ժամանակ անկախ նրանից դեսպանատունը ընդամենը պատերազմից հետո նոր է վերաբացվել, պատերազմից առաջ 1 ամիս վերաբացեցին, չաշխատեց, 21 թվականին նոր նոր դեսպանը եկավ պարոն Արման Հակոբյանը, մինչ այդ մեր Պետախտիկվայի նայերի միությունը ցանկացած ռազմական օպերացիայի պատերազմների ժամանակ մենք ստեղծում ենք տեղեկատվական ու հայերի աջակցության շտաբ։ Այսինքն սա մեր համայնքի միակ մեր կազմակերպության, այսպես ասեմ, նախաձեռնությունն է, որ ամեն անգամ անում ենք, անկախ նրանից, թե կառավարությունը ինչ քայլեր կձեռնարկի, թե չձեռնարկի, դրա համար մենք ես ցուցակագրում ենք, ես զանգում ենք մարդկանց, ես անձամբ ասենք տասնյակ ընտանիքների հետ եմ զրուցել այս ընթացքում, բոլոր քաղաքներից կապի մեջ եմ եւ համայնքային ներկայացուցիչների հետ եւ առավել ակտիվ համայնքային գործիչների հետ այս քաղաքների եւ ասենք չեմ սպասել, որ ինչ որ մեկը ինձ զանգի կամ ինչ որ մեկը զանգի հարցնի, մենք անմիջապես տեղում պատերազմի սովորաբար 3-րդ օրը, երբ որ տեսնում ենք, որ արդեն 3-րդ օրն է ռմբահարվում ենք, արդեն մենք ինստինկտիվ ունենալով հարուստ ցավոք սրտի աշխատանքային փորձ, ստացում ենք նման կենտրոններ, աշխատում ենք թիկունքի հետ, կապի մեջ ենք քաղաքապետարանի հետ, կապի մեջ ենք մեր Պետախտիկվայի քաղաքի քաղաքապետի հետ եւ եղել են նաեւ այս անգամ կապի մեջ ենք նաեւ քաղաքի թիկունքի հետ, բայց սովորաբար նույնիսկ ես իմ հեռախոսի համարը տալիս էի Իսրայելի թիկունքի ծառայությանը, որ այն քաղաքացիները, որոնց ազգանունը վերջանում է յանով եւ ասում են, որ իրենց ծննդավայրը Հայաստանն է, խնդրում եմ այդ ծառայությունը, որպեսզի փոխանցեն նաեւ իմ անձնական հեռախոսը, որպեսզի մարդիկ զանգեն եւ եղել են նման շատ բազմաթիվ զանգեր նախկինում, որ մարդիկ զանգել ուղղակի կիսվելու, իրենց դարձը պատմելու, թեթևանալու եւ տեղում եթե անհրաժեշտության կարիք ունեն, մենք ունենք ամեն համայնքներում բոլոր խոշոր հայաշատ կենտրոնում մեր ընկերները, մեր աջակցողները ու մարդկանց եթե կարիք կա ինչ որ մեկին մի հատ ջուր փոխանցելու կամ սնունդ փոխանցելու, եթե մարդիկ ռմբապաստարանում են, մենք այդ հարցով էլ կարող ենք մարդկանց օգտակար լինել, եթե դրա անհրաժեշտությունը կա, բայց այս դեպքում նման անհրաժեշտություն մինչև այսօր չկա, որովհետև Իսրայելում բոլոր խանութները բաց են, տղամարդիկ նույնիսկ ռմբահարումների ժամանակ այնպես չէ, որ Պետախտիկվայում չեն կրակում կամ Ռիշոնում չեն կրակում կամ Աշկելոնում ու Աշդոդում տղամարդիկ դուրս են գալիս, գնում են ասենք սնունդ են ձեռք բերում, նաև ինտերնետով են պատվիրում եւ նույնիսկ համացանցով այդ ծառայությունները խանութները աշխատում են, կարող են քեզ սնունդը պատվիրած բերեն հասցնեն տուն։ Այսինքն խոճապային տրամադրություններ չկան կոնկրետ հայերի շրջանում։ Տրամադրություններ չկան այն մարդկանց մոտ, որոնց մոտ որ կար այսպես ավելի շատ հարավային քաղաքների մասին է խոսքը, Աշկելոն, Աշդոդ, որ երեխաներն իրոք արդեն օրեր շարունակ չեն կարող քնել եւ ասենք իրոք որքան կարող է փոքրիկ երեխային, ասենք նորածին երեխային կրկես, որական մի քանի անգամ վազես ռմբապաստարան, ինչնես ասենք 4-րդ հարգից, 5-րդ հարգից ռմբապաստարան, քանի որ ոչ բոլոր շենքերը իրենց տներում ունեն այսպես անվտանգության սենյակ, բայց ես անկեղծ ասած անձամբ ես վախենում եմ այդ անվտանգության սենյակներից, որովհետեւ նայած թե հրթիռը ինչ անկյունով կարող է գալ շենքի վրա, շատ են եղել դեպքեր, որ այդ անվտանգության սենյակն էլ այդպես առանձնապես չի պաշտպանում, ամենաապահովը ռմբապաստարաններն են, բայց նորակառույց շենքերում ռմբապաստարաններ չկան եւ որոնք էլ որ շատ բարձրահարկ են 10 հարկանի են կամ ավելի բարձր են այս նորակառույցները, այստեղ է իրոք լուրջ խնդիրներ։ Էլ չեմ ասում, եթե տան ասենք տարեց մարդիկ կան, որոնք ընդհանրապես դասչաներով իջնելու ժամանակ չունեն, մաքսիմում կարող են դուրս գալ այդ սանդուղքների վրա մի երկու ասենք հարկ ներքև իջնեն, ասենք ու պատը սպառվեն այդպես, սա է իրավիճակը, ասենք որին մենք ցավոք սրտի արդեն սովորել ենք, բայց սա չի նշանակում, որ ողջ համայնք ու մանր երեխաները, փոքրիկ երեխաները, նորածին երեխաները
մեզ այդ միասին պետք է այս պատերազմի արհավիրքը տանեն։ Դրա հետ կապված էլ մենք դիմեցինք եւ դեսպանատանը եւ դիմեցինք նաեւ Թուրքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակին, որը նաեւ մեր հետ հենց պատերազմի առաջին օրից սա նորություն չէ, երբ որ Թուրքի նախարարությունն է ժամանակին եղել եւ դրանից հետո Թուրքի գործերով գլխավոր հանձնակատարը մենք անընդհատ հատկապես ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Զարե Սինանյանին, գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարին եւ հայրենադարձության վարչության պետ Ալեքսանյանին, պարոն Ալեքսանյանին, որ անընդհատ մեր հետ կապի մեջ են, անընդհատ ամեն օր 24 ժամյա ռեժիմով անընդհատ թե WhatsApp-ով, թե հեռախոսազանգերով մեր հետ կապի մեջ են, հասնում են թե համայնքում ինչ նորություններ կա, ինչ խնդիրներ կան, ինչով կարող են օգտակար լինել, նույնը դեսպանատան հետ են կապի մեջ անընդհատ եւ հյուպատոսի հետ են օրական կատարվածքով մի քանի անգամ խոսում, այսինքն մեր կառավարության, մեր իշխանությունների հետ եւ սա իրոք բացառիկ երևույթ էր, երբ առաջին անգամ անվճար հիմունքներով Հայաստանի Հանրապետությունը օդային այսպես բացեց ճանապարհ եւ Թուրքիայի վրայով մեր երեխաները կարողացան հասնել անվտանգ Հայաստան, իրենց հայրենիք եւ նույնիսկ մեր շատ իսրայելահայեր Երևանում ունենալով օրինակ Լուսինեն, ազգանուն Լուսինե չեմ հիշում, այսօր գրել է, որ ինքը իրենք ունեն փոքրիկ այսպես թանգարան եւ այդ թանգարանում Երևանում պատրաստ են ընդունել բոլոր մեր հայրենակիցների մանուկներին, երեխաներին, որպեսզի կավից ինչ որ փոքրիկ այսպես արձանիկներ պատրաստեն, մի քիչ ցրվեն երեխաներն այդ պատերազմական իրավիճակից, բոլորի մոտ կան այդ ցավոք սրտի չեմ կարող նույնիսկ իմ ընտանիքին խնդրել, որ այդ ինտերնետային հավելվածները չնջեն իրենց հեռախոսներից, անընդհատ ասենք ահա զանգեր են ստանում, թե այստեղ հարվածեցին, այնտեղ հարվածեցին, ասում են չէ, մենք ուզում ենք իմանալ որտեղ են հարվածում, որ գոնե քեզանից նորություններ իմանանք, տեսնենք մեր քաղաքներին հարվածում են, չէր հարվածում, այսինքն երեխաներն են նույնիսկ ուզում են անընդհատ իմանալ, թե իրենց հայրերը, որ իրենց ուղարկել են, ասենք Հայաստան, ինչ վիճակում են այստեղ։ Արտյոմ, հայկական մշակութային օբյեկտները վնասվել են այս ընթացքում, կա նման տեղեկություն, թե առայժմ Կան տեղեկություններ, որ ոչ մի մշակութային օբյեկտ չի վնասվել, մենք առանձնապես այստեղ մշակութային օբյեկտներ չունենք, անկեղծ ասած, Յաֆոյի եկեղեցին է մեր, հայկական Սուրբ Նիկողայոսը եւ Ռամլեի Սուրբ Գևորգը, այս առումով բարեբախտաբար մեր այդ երկու եկեղեցիները չեն տուժվել, հիմնական մեր սրբավայրերը դպրոցը, ասենք ժառանգավորած վարժարանը, թարգմանչած վարժարանը մեր կառույցները գտնվում են Երուսաղեմում, այսինքն երկրի կենտրոնում մենք այսպես համայնքային ցավոք սրտի կենտրոններ չունենք, ունենք ասենք պետական քաղաքապետարանների շենքերում, ասենք հայկական դպրոց եւ այլն, սակայն սրանք մեր սեփականությունը չեն, ասենք մեր Իսրայելի քաղաքապետարանի, մեր կոնկրետ մեր քաղաքի սեփականությունն է եւ բարեբախտաբար նման ուրեմն չունենք նման վնաս բայց ես մի բան ասեմ, անթափ սա ես կրկնում եմ, մեզանում այդ նյութական այդքան կարևոր չէ, նյութական վնաս հասկանում, մեր համար ամենակարևորը ցանկացած մեր հայ կյանքն է, մեր հայ ժողովրդի կյանքն է եւ ինչպես բոլոր իսրայելցիներն են իրենց ասում են, փողը երկրորդական է, կանենք, ստեղծենք, կճարենք, կփակենք, կվերանորոգենք, այստեղ ամենակարևորը մարդկային կյանքերն են, տեսեք այս տարի մայիսի 14-ին մեր համայնք ունեցավ զոհ, ամբողջ Իսրայել ունեցավ մեկ զոհ Ռեխովոտ քաղաքում, երբ որ ջիհադա իսլամիստական ջիհադ, նույն այս Գազայի գոտու այս ահաբեկչական կազմակերպությունը հրթիռահարում էր Իսրայելը, իհարկե սրանց թափը Համասի նման չէր, բայց ամենայն դեպս մեկ զոհ Իսրայելում գրանցվեց, այն էլ ազգությամբ հայ, մեր Ինգա Աբրահամյանն էր, Տիկին Ինգա Աբրահամյանն էր Ռեխովոտ քաղաքից, որ հրթիռը անմիջապես հարվածել էր նրանց բնակարանին, մարդիկ չէին կարողացել ժամանակին իրենց տարիքի հետ կապված ռմբապաստարան իջնել եւ նման զոհ ունեցան ցավոք սրտի, այսինքն այդ հրթիռները կոնկրետ հասցեներ չունեն, որտեղ է հայ ապրում, որտեղ է արաբ ապրում, հավատացեք նույն արաբ բնակչությունն է Իսրայելի, որոնք նաեւ հարավային քաղաքներում են բնակվում, նրանք նույն թիրախի տակ են, նույնպես թիրախավորված են։
Արչեմ, ես խնդրեի նաև ներկայացնել, թե տեղեկությունը ձեր մոտ ինչպիսին է, արդյոք հնարավոր է այս պատերազմը դուրս գա տարածաշրջանից, նկատի ունեմ հենց Իսրայելի սահմաններից, նաև այլ երկրներ ներգրավվեն, մասնավորապես խոսվում է նաև Իրանի ներգրավվածության մասին եւ մյուս արաբական երկրների ներգրավվածության մասին, ինչ տեղեկություններ կան այդտեղ։ Տեսեք, հիմա այս պահին Իսրայելը երկու ճակատով է պայքարում, քանի որ հենց պատերազմի նույն օրը Հեզբոլահը իր հարավային շրջաններից սկսեց նաև նռնականետներով ու նույնիսկ ԱԹՍ-ներով հարվածել Իսրայելի տարածքին եւ անմիջապես Իսրայելի ուրեմն հրանոթները, թնդանոթները, այս մարտկոցները հրետանային սկսեցին պատասխան կրակ վարել հարավի ուղղությամբ։ Հիմա նախապատրաստվում է, եթե հիշում եք, 2 օրվա ընթացքում 360,000 ուրեմն մոբ ուժեր հավաքեց Իսրայելը եւ այս ուժերը ես վստահ եմ եւս մոտ 70,000-ի մասին են խոսում, որ պետք է ավելացնեն, նրանց մի մասը ամբողջությամբ կուտակված է Գազա-գոտու այս ամբողջ եզրով սահմանի, մի մասն էլ ուղարկել են հյուսիս։ Հիմա ես ցավոք սրտի զանգեր եմ ստանում, զանգեր եմ ստանում հյուսիսում, որ այնտեղ կան տարածքներ, որոնք արդեն տարհանվել են, այսինքն հյուսիսային շրջանների մարդկանց, այդ թվում նաև հայերը, շատերը նրանցից տեղափոխվել են Հայֆա, իրենց բարեկամների մոտ, եւ ես երեկվանից զանգեր եմ ստանում հյուսիսային հենց այդ Լիբանանի սահմանի մոտ գտնվող հայերից, թե հնարավոր է եւս մեկ ինքնաթիռ լինի, որ արդեն հյուսիսային շրջաններից մարդկանց տարհանեն, որովհետեւ արդեն լսվում են այդ մարտերի ձայները, հրթիռահարումները, ուղղաթիռների ռազմական օպերացիաները Լիբանանի հարավում, այսինքն եթե Աստված մի արած չէ, շատ օրինակ Իրանը ասում է, որ հնարավոր է Հեզբոլահը մտնի մարտի, եթե Իսրայելը մտնի Գազայի գոտի։ Հասկանում եք, հիմա այս Իսրայելի որոշումից է կախված, թե արդյոք այս պատերազմը կթեժանա, եթե այս պատերազմը թեժանա եւ Հեզբոլահը մտնի, արդեն մեզ ոչ մի ռմբապաստարան ոչինչ չի բրկի եւ նաեւ սա է հիմնական պատճառներից մեկը, որ մեր միությունը, ասենք, անձամբ մարդկանց զանգում եւ կապ է ստեղծում տարբեր քաղաքների բնակիչներից, որովհետեւ եթե Աստված մի արած է ինչ որ մի կապի ուղի, հեռախոսային կապ ենթադրենք միայն Facebook-ով ու WhatsApp խմբերով չի կարելի աշխատել, պետք է անմիջական կապ ստեղծել մարդկանց հետ, դրա համար ասենք նաև ունեցանք այդ ցուցակը մարդկանց տարհանման, նրանց մեջ կան շատ մարդիկ, որ իրենց երեխաներին տեղ չեն ուղարկել կամ հրաժարվեցին այդ պահին թռչել Հայաստան, եւ սա նաև մեծ հնարավորություն տվեց ունենալ այդ մարդկանց տվյալները, որովհետեւ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում գոնե հեռախոսահամարներ ունենանք ու իմանանք ում կարող ենք զանգել եւ հարցնել, թե այդ մարդիկ այս պահին ինչ իրավիճակում են հայտնվել։ Եվ եթե Աստված ոչ անի, Լիբանանը մտավ խաղի մեջ, այսինքն ոչ թե Լիբանանի կառավարությունը, այլ Լիբանանի մեջ գտնվող եւս մեկ կառավարություն, սա Հասան Նասրալլահի Հեզբոլահն է, որ ամբողջությամբ ֆինանսավորվում է եւ ռազմական օգնություն է ստանում Իրանից եւ ունեն օրական մինիմում 2000 հրթիռ Իսրայելի տարածք բաց թողնելու հնարավորություն։ Պատկերացրեք, սա ինչ մեծ վնաս կարող է հասնել Իսրայելին, այն ժամանակ Իսրայելը հակառակ գործողությունները կձեռնարկի եւ այն ժամանակ ամբողջ Բեյրութը եւ մեր հայկական թաղամասը, մեր Բեյրութի հայերը, Լիբանանի հայերը ցավոք սրտի կհայտնվեն թիրախում այս հրթիռահարումների եւ ռմբահարումների եւ տեսել եք Իսրայելը ինչպիսի ցավոք սրտի ուժ անհամաչափ ուժ կիրառեց Գազայի գոտում։ Ես ճիշտ է, ասենք սարսափելի տեսարաններ եմ տեսել, թե ինչպես են այդ արաբները հարյուրավոր մարդկանց, այդ ահաբեկիչները գերի տանում երեխեքին, որքան մարդ են անտամահատելու կախատել, սա միայն Աստված գիտի։ Եվ Իսրայելը սրա փոխարեն Գազայի գոտին հավասարեցրեց գետին՝ ի պատասխան այդ վայրագությունների, որ իրականացրել են արաբները Իսրայելի հարավային շրջաններում ներթափանցելով։ Միայն 1500-ից ավելի ահաբեկիչ Իսրայելի տարածքում են սպանել։ Պատկերացրեք, քանի հազար են նրանք ներթափանցել եւ ինչպեսի վայրագություն են գործել, սակայն պետք է փաստեմ, որ պատերազմի 7 օրվա ընթացքում, սա իսրայելյան մամուլն է ասում, ես չեմ ասում, Իսրայելը այնքան հրթիռ ու ռումբ է նետել Գազայի գոտու վրա, որքան Ամերիկայի Միացյալ Նահանգները Թալիբանի ու Ալ-Քադայի դեմ Աֆղանստան ներխուժման 1 տարվա ընթացքում։ Շնորհակալություն, Արտյոմ, շնորհակալություն։ Ես հիշեցնեմ, որ Սարվա թեման է իմ զրուցակիցը իսրայելահայեր թերթի գլխավոր խմբագիր Իսրայելի Պետախ Տիկվայի հայ համայնքի
Նաիրի միության նախագահ Արտյոմ Չեռնավորյանն էր, կհանդիպենք առայժմ։